Ժամանակակից աշխարհում ընթացող բուռն փոփոխությունների մեջ ինչպես պետք է ինքներս մեզ տեսնենք, գտնենք եւ հասկանանք։ Ինչ ենք ուզում աշխարհից եւ որքան հիմնավորված են մեր սպասումները։ Ինչպես դարձնենք մեր ինքնությունը կենսունակ համակարգ։ Այս հարցերին են անդրադառնում ինքնություն եւ արժեքներ շարքի այսօրվա քննարկման մասնակիցները՝ Մեսրոպ Քահանա Արամյանը, Մանուկ Հերգնյանը և Արամ Փախչանյանը։ Ժամանակակից աշխարհը գտնվում է գաղափարական ցնցումների և աշխարհաքաղաքական վերաձևումների մեջ։ Արևմտյան ազատապաշտությունը հանգեցրել է լրջագույն արժեքային ճգնաժամի և դադարել է լինել որպես գերիշխող քաղաքական գաղափարախոսություն։ Աշխարհը նոր արժեքային գաղափարախոսության փնտրտուքի մեջ է և նոր աշխարհակարգի ձևավորումը այլևս անդառնալի գործընթաց է։ Այս բուռն փոփոխությունների մեջ շատ կարևոր է ազգերի համար կողմնորոշվելը և դիրքավորվելը։ Դրանք պարզապես գոյութենական հրամայականներ են։ Այս վերջերս մենք, Արամը, Մանուկը և ես հրավիրված էինք մի մեծ և լուրջ ներկայացուցչական համաժողովի Լոնդոնում, որը կոչվում է ARC Forum։ Այդ համաժողովը բացառապես նվիրված էր հենց այս խնդիրներին, թե այս գաղափարական արժեքային տեսանկյունից ինչ է կատարվում աշխարհում։ Բավական է ասել, որ համաժողովը բացեց Ամերիկայի ներկայացուցիչների պալատի խոսնակը Մայք Ջոնսոնը և համաժողովի գլխավոր դեմքը Ջորդան Պիտերսոնն էր։ Եվ այսպես այդ համաժողովի թարմ տպավորությունների ներքո իմ առաջին հարցս հետևյալն է. ինչ է կատարվում աշխարհում և արդյոք մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Ունենք արդյոք մենք իրականության զգացողություն, թե մենք հետևում ենք մենք ենք մեր սարերը բանաձևին։ Սկսենք քեզանից, Մանուկ։ Նախ, եթե աշխարհում ջրհեղեղ է, մենք մեր սարերի վրա ենք, երևի թե վատ չէր լինի, բայց նախ եւ առաջ պետք է մեր սարը կառուցենք, երևի թե ջրհեղեղի պարագայում։ Համաժողովում այնպիսի զգացողություն ունեինք, որ իսկապես գտնվում ենք պատմական մի իրադարձության, որովհետև նման խոսույթ դժվար էր տեսնել նախկինում, երևի թե չգիտեմ, մի 5-6 տարի առաջ, եւ ես դա կբնութագրեի որպես մոդեռնիզմի արդիականության դարաշրջանի վախճան, որը սկսվել է մոտ 500 տարի առաջ, եւ մենք իսկապես գլոբալ մակրո տրենդի վերջին փուլով ենք գտնվում, եթե չասեմ, որ արդեն այդ փուլը վերջացել է եւ մենք գտնվում ենք դեպի հաջորդ փուլ անցման մեջ եւ այդ անցումային ժամանակահատվածները միշտ քաոսային են, միշտ անորոշություններով լի են։ Այստեղ հատկանշական է, որ դեռևս չի նշվարվում այն նոր գաղափարական հետքը, որը դառնալու է նորի սկիզբը։ Հիմնական խոսույթը թերևս ավելի շատ միտված էր նրան, որ այո, մենք այդ ճգնաժամի մեջ ենք, մենք նորն ենք փնտրում, բայց ավելի շատ գաղափարները եւ սկզբունքները, որոնց մասին խոսվում էր, դրանք վերաբերվում էին նրան, թե ինչպես վերադառնալ մինչ արդիականության դարաշրջանի կոնցեպտներին, մասնավորապես ավելի շատ առաքինության կոնցեպտներին, շատերը խոսում էին դասական լիբերալիզմի, ուրեմն հասկացություններից, որից շատ տարբերվում է այսօրվա ազատականությունը։ Ես ընդհանրապես պոստմոդեռնիզմը մտցնում եմ մոդեռնիզմի ուրեմն փուլի մեջ, որտեղ դա ընդհանրապես դրա տրամաբանական շարունակությունն էր,
Իսկ արդիականությունը կամ մոդեռնիզմը հիմնված էր մի քանի կարևորագույն սկզբունքների վրա։ Առաջինը դա ռացիոնալ մտածելակերպն էր, երկրորդը դա ազատականությունը, երրորդը դա անհատապաշտությունը, երրորդը աշխարհիկությունը։ Եվ այս ամեն ինչը համադրված Դեկարտյան այդ մտածողության հետ, որ ես մտածում եմ հետևաբար գոյություններ, բերեց նրան, որ մարդը իսկապես տրոհվեց մասերի։ Եվ հիմա մենք կրում ենք այդ տրոհման արդյունքը։ Մենք հասկացանք, որ տրոհվելով մենք հասանք պոստմոդեռնիզմի դարաշրջան, որը արդեն ասում էր, թե ինչպես կարելի է դա կամայական կերպով հավաքել։ Որտեղ ճշմարտությունը դա կոնտեքստային է, ոչ թե բացարձակ, որտեղ ճշմարտությունը անհատական է, իմ ճշմարտությունը ընդդեմ քո ճշմարտության, համադրված քո ճշմարտության հետ, ես այսպես եմ կարծում, եւ ի վերջո այդ ճշմարտությունները ավելի շատ արտացոլում են մարդկանց իշխանության հարաբերություններ, լեզվական հարաբերություններ, իշխանության հարաբերություններ եւ ոչ թե երբեք ոչ օբյեկտիվ ճշմարտություն։ Եվ ի վերջո սա գնաց հասավ ինքնության խնդիրներին, որտեղ ինքնությունը եւս դարձավ մի հավաքովի կոնցեպտ կամ կոնստրուկտիվիզմ, այսպես ասած, որը կարելի է կայամայական կերպով հավաքել։ Օրինակ, ասենք ազգային ինքնության մասին, սեռային ինքնություն, ընդհանրապես որևէ տեսակի ինքնություն կարելի է փորձել այս ձևով կամ այն ձևով հավաքել։ Եվ մենք եկանք մի իրավիճակի, որտեղ արդեն աբսուրդի ենք հասել։ Եվ այդ աբսուրդի զգացողությունն է, որ իսկապես բերել է նրան, որ մենք հիմա փնտրում ենք նոր ուղիներ, մարդկությունը փնտրում է նոր ուղիներ, եւ այս վերջի նաեւ քաղաքական ընտրությունը Միացյալ Նահանգներում դրա վկայությունն էր, որ տեղի է ունենում մեծ ընդվզում, բայց այդ ընդվզումը ինքնին նաեւ իր հետ բերում է շատ մեծ խառը, այսպես ասած, գաղափարների մի համախումբ, որը դեռևս մի ամբողջական գաղափարախոսության չի վերածվել։ Խնդրեմ Արամ, շարունակելով Մանուկի պատմածը, համաժողովը հիմնականում մտածում էր որոշակի հիմնարար հարցերի շուրջ, խոսում էր, առաջինը ինչ ենք անելու, ինչով ենք զբաղվելու, որպեսզի շարունակվի արևմտյան աշխարհի այդ գերիշխումը աշխարհում, իրենք դա կարևորում են որպես գոյատևման գործոն, որովհետև չեն տեսնում արևմտյան աշխարհը որպես ենթակա գլոբալ իրավիճակին, եւ դրա հետ մեկտեղ նկատելի էր պարակտումը արդեն իսկ այդ արևմտյան աշխարհը արդեն ամբողջական չէր, երևում էր այդ եվրոպական թևը եւ անգամ սաքսոնական ընդհանրություն բացահայտ չկար, այնտեղ էին երևում պարակտումներ, բացահայտ երևում էր, որ Ամերիկայից ավելի շատ գալիս է ոնց որ քրիստոնեության հոտը, իսկ Եվրոպայից ավելի շատ այսպես ընդհանրական կոնսերվատիզմը առանց որևէ հստակ մատնանշված հավատքի բաղադրիչի, ուզում ասեմ Մանուկի միտքը շարունակելով կար այսպեսի հետաքրքիր զանազանություն, բայց հիմնական հարցը որ իրենք քննարկում էին էներգիայի հարցներ, ինչպես ենք մենք սնում մեր քաղաքակրթությունը, ինչպես ենք մենք ապահովում շարունակականությունը, դա սերունդ ունենալու, երեխա ունենալու հարցներ եւ երեխաների կրթելու հարցներ, ով ենք մենք հարցը, որին Մանուկան ինքնության հարցը եւ ինչ է այդ ինքնությունը, ինչ է ինքնությունը թվային դարում եւ ռեինդուստրիալիզացիայի հարցը, որ մենք պետք է զորեղ լինենք ոչ միայն խոսքով, այլ գործով, կարողանանք ոչ միայն խոսել, այլ նաև արտադրել, ոչ միայն վարկեր վերցնել, այլ նաև վաճառել մի բան, ու դա իրենց համար արդեն դարձել է մեծ մտահոգություն, որովհետև փաստացի երևում է ինչպես ավելի հզոր քաղաքակրթությունները, որոնք ավելի դժվար կյանքից են գալիս եւ ավելի դաժան իրականության հետ պայքարելով են հզորացել, ավելի ամուր են կանգնած այսօր, իսկ արևմտյան քաղաքակրթությունը գնալով հետնահանջ է ունենում եւ այդ հետնահանջի երևս մի կարեւոր հանգամանք դա տղամարդու դերի նվաստացումն է եւ այդ համաժողովի ժամանակ հստակ երևում էր, որ տղամարդիկ ուզում են հետ վերցնեն իրենց իրավունքը լինել տղամարդ, դադարել լինել անսեր, անդեմ տեսակ, որը ունի որևէ իրական դերակատարում աշխարհում,
այդ արիականությունը հստակ զգացում էր եւ այդ արիականությունը զգացում էր ոչ թե այն առումով որ տղամարդիկ ասում են դե ուրեմն կանայք գնացեք մի կողմ ենք, այլ անգամ կանանց խոսքի մեջ էր հնչում այդ համարձակությունը, այդ արիականության կարևորումը, որից մենք արդեն ետ ենք սովորել, որ նայում ենք այդ պուպուշիկ, քնքուշիկ, ազատասիրական, լիբերալ եվրոպական քաղաքակրթության, որ ասես լացներս գալիս է, սրանք ուր են գնալու այսպիսի պուպուշիկ, քնքուշիկ տեսակով, մենք տեսանք իրական ուժեղ մարդկանց, ուժեղ, որոնք ասում են, այս երեխաներին պետք է վտարել մի կողմ, այս մանկամիտներին հեռացնել եւ իրական տղամարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն։ Ու դա մի կարևոր հանգամանք է, որ բավականին հստակ հնչեց եւ բավականին ոգևորիչ էր, բայց դրա հետ մեկտեղ կային նաեւ մտահոգող բաներ, որոնց մասին մանուկ ասաց, որ միևնույն է, մարդիկ այդպես համարձակ խոսում էին, բայց ոնց խոսքի մեջ անդադ իրենց ետ էին պահում, որտեվ զգում էին, որ շատ մեծ արագ տեմպով առաջ գնալու զգացողության վստահություն չունեն, այսպես ասեմ, որտեվ չգիտեն ուր գնան։ Իրականում հապաղել են, որտեղ դեռ շատ հարցեր ունեն քննարկելու, հասկանալու, թե ինչ են անելու։ Այնքան դեռ բացահայտ չէ, եւ եթե նայենք հիմա իրենք մի կողմից ասենք շատ ոգևորված էին Թրամփով եւ իր արած արդեն քայլերով, մյուս կողմից շատ վախեցած էին դրանից ու չէին հասկանում սա ինչ է նշանակում իրենց համար եւ կամ ասենք եվրոպացիների կամ առավել անգլիացիների համար ինչ է նշանակում այն ինչ անում է Ամերիկան, արդյոք դրանք նույն անգլոսաքսերն են, որ մենք արդեն սովոր ենք որ ձեռքի են գործում, թե արդեն իրենք այլ տեսակ են եւ այլ բաներ են իրենց արժեվ նպատակներն իրենց արժեվ դնում։ Այդ ամենը մի հետաքրքիր խառնաշփոթ էր, բայց հաստատ դրանում կար ես մանուկի ասածը կրկնեմ, կար զարմանալի փաստ, որ սրա մասին խոսվում է, արդեն չեն լռում, եւ հետո ես նայեցի YouTube-ում, թե որքան դիտումներ են ունեցել այդ բոլոր ելույթները, որ այնտեղ մեզ համար ուղղակի ելույթ էին, ասենք 100,000-ավոր, մի քանի միլիոն դիտումներ են, դրանք դարձան իսկապես այսպիսի հիմնադիր խոսքեր, որոնց շատերը հետևելու են։ Շնորհակալություն։ Իմ տպավորությունների մասին ոչ թե պարզապես այն ինչ ասվեց, այլ միգուցե նաև այն ինչ չասվեց եւ ինչ էր հնչում ընդհանուր առմամբ այդ համաժողովից։ Նախ եւ առաջ առաջի այսպես պատգամը կամ այսպես մեսեջը այն էր, որ անցյալին այլևս վերադառնալ հնարավոր չէ։ Սա շատ պարզ էր, որտեղ որոշ մարդիկ թերևս նաև Հայաստանում երազում են այդ անցյալին վերադառնալու մասին, որտեղ այդ անցյալը ոչ թե պարզապես ինչ որ մի ժամանակաշրջան է կամ ինչ որ sense ինչ որ լավ հիշողություններ են եւ այլն, այդ անցյալը դատարկություն է։ Դատարկություն է, որը բերել է լրջագույն ճգնաժամի, սպառել է իրեն։ Ինքը չի տվել ոչ մի հիմնարար հարցի լուծում։ Փակուղի է մցրել մարդկությանը։ Այդպիսի փակուղու առջև մարդկությունը գտնվում էր հեթանոսության հոգեվարքի այսպես ժամանակաշրջանում, երբ եկավ քրիստոնեությունը եւ ամբողջ մարդկությունը գնաց անցավ հեթանոսությունից կոնե արևմտյան աշխարհը դեպի քրիստոնեություն։ Եվ այդ առումով դա միանշանակ անցում էր։ Դրանով ապրել հնարավոր չէ, դա համակարգ չէ կյանքի համար, դա քաոսի համակարգ է։ Եվ դա միանշանակ ուղերձ էր։ Բացի դրանից այն ինչ տպավորություն ես ունեցա, որ հարգանքի են արժանի նրանք աշխարհում կամ հարգանքի պիտի արժանանան այն ազգերը, ովքեր հավատարիմ են իրենց արժեքներին։ Եվ ամբողջ համաժողովի հիմնական թեման, այդ հիմնական գիծը, որ գնում էր, հենց այդ արժեքային գիծն էր, որ մեզ ստիպել են հեռանալ կամ դավաճանել մեր իսկ արժեքներին, դրա համար մենք այսպիսի վիճակում ենք գտնվում։ Հետևաբար սա ուղերձ է բոլոր ժողովուրդներին, որպեսզի իրենք լրջագույն կերպով նայեն, թե արժեքային տեսանկյունից որտեղ են իրենք գտնվում։ Լրջորեն մտածեն դրա մասին։ Սա լուրջ ուղերձ էր եւ վերջապես մի շատ կարևոր բան նույնպես կուզենայի շեշտել, որ պետք է ուժեղ լինել, որովհետև մենք մտնում ենք մի նոր անկանխատեսելի իրավիճակ աշխարհը։
եւ զոհասեղանին դրվելու են շատ բաներ, նույնիսկ ազգեր են դրվելու զոհասեղանին, Աստված մի արած թե որ մենք էլ հայտնվենք զոհասեղանին, պետք է հավաքվել, պետք է ուշադիր լինել, պարզապես պետք է քնից արթնանալ, սա լուրջ ուղերձ է, որ ես տեսա այդ բոլոր խոսակցությունների մեջ, որ պետք է պատրաստ լինել այդ բոլոր փոփոխություններին, որտեղ աշխարհում տեղի են ունենալու լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Եվ մենք գիտենք, որ մեր նաև ռեգիոնը գտնվում է ինչպիսի վտանգավոր իրավիճակում։ Եվ պատահական չի, որ այդ համաժողովի նաև այդ հիմնական դեմքը Ջորդան Պիտերսոնն էր։ Նա առաջինը սկսեց խոսել դրա դեմ։ Այն ժամանակ, երբ որ ընդհանրապես արգելված էր քննադատել կամ խոսել, այդ աշխարհակարգի, այդ աշխարհահայացքի վերաբերյալ ազատական։ Բայց Ջորդան Պիտերսոնը սկսեց խոսել եւ մատնանշել եւ նա խոսում էր որպես գիտնական, հեղինակություն ունեցող գիտնական, եւ հիմա նա դարձել է ոնց որ ասած այդպիսի բոլոր տեսակի քննարկումների, համաժողովների, հանդիպումների գլխավոր, այսպես ասած, աստղն է դարձել։ Իսկ որտեղ ենք մենք, ինչպես մենք ինքներս մեզ տեսնենք, ինչպես գտնենք մեզ, ինչպես հասկանանք, ինչպես պաշտպանենք մեր ինքնությունը։ Խնդրեմ Մանուկ։ Նախ կուզենայի անդրադառնալ ձեր մի խոսքին, դեր այր որ ասացիք մենք պետք է ուժեղ լինենք։ Ես ես վերջերս շատ երկար ժամանակ մտածում էի նրա մասին, թե օրինակ ուժի հասկացությունը ինչպիսի մեկնաբանություն ունի քրիստոնեության մեջ, որտեղ երբեմն քրիստոնեությունը ասոցացնում են այնպիսի երևույթների հետ, որոնք կարծես թե հակադիր են նրան, որ եւ անհատական մակարդակով եւ հավաքական մակարդակով պետք է լիներ ուժեղ հենց այս աշխարհում։ Եվ մի նախադասություն ավետարանի մեջ կարծես թե բացեց այդ լույսը սենյակի մեջ, դա հետեւյալն է, որ ուժեղներն են հափշտակում երկնքի արքայությունը։ Նույնիսկ այլ թարգմանություններ, երբ որ ես կարդացի, այնտեղ շատ դեպքերում բռնություն բառը կար, բռնություն գործադրողներն են կամ գրաբարով բռնադատողները, անգլերեն violence բառը կար, այսինքն բռնություն գործադրողներն են հափշտակում երկնքի արքայությունը։ Հայրաբանական մեկնություններում սա մեկնաբանվում է որպես որ ի վերջո սա քրիստոնեությունը ուժեղների կրոնն է, այն մարդիկ, որոնք կարողանում են հաղթահարել սեփական կրքերը եւ սահմանափակումները եւ ձգտել երկնայինին։ Եվ սա եթե մենք թարգմանենք մեր իրողությունների, նշանակում է, որ այն հավաքական նությունները, որ մենք որպես քրիստոնեական ժառանգություն կրողներ պետք է ստեղծենք, նրանք եւս պետք է հիմնված լինեն ուժի վրա։ Եվ առավելապես այն ժամանակահատվածում, երբ որ ամբողջապես քանդվում են նախկին աշխարհակարգի սկզբունքները, որոնք ինչ որ չափով հիմնված են միջազգային իրավունքի եւ այլ նմանատիպ սկզբունքների վրա եւ ասպարեզը գալիս ռեալ պոլիտիկա դաժան վայրենի օրենքներով եւ այս համատեքստում երբ որ մենք նայում ենք մենք տեսնում ենք մեր խոսույթը բացարձակապես չի համապատասխանում այս նոր իրականությանը մեր խոսույթը հին աշխարհի խոսույթն է երբ որ մեր անվտանգության երաշխավոր մենք համարում ենք պայմանագիրը կամ միջազգային իրավունքի որոշակի նորմ եթե մենք չհամապատասխանեցնենք մեր մտածելակերպը նոր ստեղծվող աշխարհին շատ քիչ հավանական է որ մենք այնտեղ տեղ կունենանք հիմա եթե մի փոքր խորանանք թե ինչումն են սրա ավելի խորքային պատճառները կարծում եմ կա 3 հիմնական հարթություն որոնցում մենք կարող ենք սա քննարկել առաջինը դա հոգեբանական հարթությունն է մենք փոքր ազգ ենք բնականաբար մեծերի այսպես ասած շրջանում մենք շատ ավելի մեզ այսպես ասած քիչ հնարավորություններ ունեցող ենք տեսնում եւ հոգեբանության մեջ կա նաեւ մի այսպիսի հասկացություն փախուստ ազատությունից եւ մենք փախնում ենք այն հնարավոր ազատությունից որը մենք կարող ենք ունենալ որտեղ ազատությունը ի վերջո պատասխանատվությունը եւ բեռ է
Սա հասկանալի հոգեբանական մեխանիզմ է փոքր ազգերի համար։ Երկրորդ չափողականությունը դա գաղափարական չափողականությունն է։ Մեր մոտ թեր զարգացած է հումանիտար միտքը։ Մենք ներդրում չենք անում սեփական, ուրեմն գաղափարների ստեղծման եւ այդ գաղափարների հիման վրա սեփական օրակարգերի ստեղծման եւ այդ օրակարգերի հիման վրա արդեն քաղաքականության իրագործման եւ արտաքին քաղաքականության եւ ներքին քաղաքականության։ Սա թերևս ամենամեծ բացթողումներից մեկն է մեր մոտ։ Եվ երրորդ պատճառը, կարծում եմ դա քաղաքակրթական պատճառն է։ Մեզ աշխարհը դժվար է վերագրում ինչ որ մի քաղաքակրթության։ Եթե նայենք օրինակ քաղաքակրթությունների դասակարգումները, մեզ կամ մոռանում են ինչ որ միտեղ դասակարգելու, կամ ասենք օրինակ հայտնի Թոյնբիի մոտ մենք դասակարգված ենք սիրիական քաղաքակրթության մեջ, որը համարվում է սառած քաղաքակրթություն, այսինքն զարգացման պոտենցիալ չունեցող քաղաքակրթություն։ Հանտինգտոնը մեզ դասակարգում է ավելի շատ օրթոդոքս քաղաքակրթության մեջ։ Երբ որ մենք չենք գտնվում այսպիսի մեծ քաղաքակրթական ինչ-որ միավորի մեջ, բնականաբար մեր դաշնակցային հարաբերությունների դաշտը ավելի սուղ է դառնում։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ մենք բավականին մեծ դերակատարություն ենք ունեցել այդ քաղաքակրթությունների միջև կապեր ստեղծելու մեջ։ Մեր թարգմանական առաքելությունը իրագործելու մեջ, եթե կուզենաք ավելի այս տերմինաբանությամբ ասել։ Եվ ես կարծում եմ մենք հենց սա պետք է օգտագործենք։ Սա հանդիսանալով պատճառ, միևնույն ժամանակ կարծում եմ մեր համար հնարավորություն է, որ մենք մեր այս յուրահատկությունները օգտագործելով կարողանանք դրանք հաղթահարել եւ մեր սեփական ուրեմն օրակարգերը ձևավորել։ Խնդրեմ Արամ։ Ուղղակի շարունակելով մանուկի միտքը ասեմ, որ կարծում եմ, որ մենք ունենք մի ֆունդամենտալ խնդիր, որը ասեմ ոչ միայն մենք ունենք, ու այդ համաժողովի ժամանակ դա բացահայտ երևում էր։ Ու դա գալիս է նրանից, որ մենք փորձում ենք ստեղծել ազգային պետություն այն ժամանակաշրջանում, երբ որ մնացած ազգերը հայտնվել են ազգային պետությունների ճգնաժամի մեջ։ Ազգային պետությունը, թե լավ հիշում եք պատմությունից, առաջացել են իրական 19-րդ դարում եւ առաջացել են նրանից, որ հողագործությունը որպես տնտեսական հանգամանք նվազեց, ավելի կարևոր դարձավ հավաքական ունեցվածքը պահպանելը եւ մարդիկ պետք է պայմանավորվեին, թե որն է այն տարածքը, որի հավաքական ունեցվածքը պետք է պահել մնացածներից, ով է թշնամին, ով է ընկերը, եւ այդպես ձևավորվեցին այդ ազգերը։ Այդ ժամանակ մենք այդ հերթում չկայինք, մենք մեծ կայսրության երկու մեծ կայսրությունների միջև պարակտված ազգ էինք եւ մենք մեր ազգային օրակարգը ձևավորելու հնարավորություն չունեինք, երբ որ մնացածները ձևավորում էին։ Մենք ուշ եկանք այդ ընդհանուր խնջույքին, իրականում մենք կարողացանք միանալ այդ գործունեության ազգային պետության ձևավորման միայն պատահականորեն, երբ որ Խորհրդային միությունը փլուզվեց եւ 20-րդ դարի վերջում մենք մեկ էլ դարձանք ազգային պետություն։ Հիմա մենք փորձում ենք սարքել, իսկ մնացածները հայտնվել են այլ խնդրի առջև։ Այդ խնդիրը հետեւյալն է, որ այլևս դու ոչ թե պետք է պաշտպանես կամ պահպանես քո գործարանները եւ նյութական ունեցվածքը, դա պետք է, կարեւոր է, բայց առաջնայինը քո մարդկային կապիտալն է, քո ուղեղներն են։ Եվ այդ ուղեղները քեզ այն շատ ավելի հեշտ է զավթել, քան գործարանները, դրա համար անգամ պատերազմ պետք չի անել։ Քեզ կարող են տանել ու տանում են նրանով ինչով կոտրում են քո ինքնության գաղափարը, ոչնչացնում են, անգամ պառակտում են եւ բաժանում են, դա ոչ թե արվում է շատ հաճախ այսպես միտումնավոր ինչ որ ուժերի կողմից, չնայած դա էլ կա, բայց դա այսօրվա իրականությունն է բոլոր տեղերում։ Եթե մենք կարծում ենք, որ միայն մեր ինքնության խնդիրն է կանգնած, այդ նույն ինքնության խնդիրը այնտեղ բացահայտ կար անգլիական ինքնության խնդիրը։ Այն երևում է Օքսֆորդ Սթրիթի վրա, քայլում ես այնտեղ արաբական երաժշտություն է հնչում ամենուրեք։ Եվ սև շորեր հագած կանայք են հիմնականում քայլում, այնտեղ արդեն անգլիացի չի մնացել։ Այնտեղ հնչում էր ֆրանսիական ինքնության խնդիրը, այնտեղ մեծ խումբ էր եկել Ֆրանսիայից, եկել են այդ հարցը տալու, բա մենք ով ենք որպես ազգ, մենք ինչ պիտի անենք որպես ազգ։ Մի խոսքով այս նոր դարում մենք երևի թե ինչպես եւ բոլորը պիտի հասկանանք, թե որն է մեր հավաքական առաքելությունը, որովհետեւ հիմա այլ կերպ, քան առաքելության շուրջ, մարդկանց միավորել դժվար է դարձել, որովհետեւ հայրը ինչու են լքում Հայաստանը, որովհետեւ իրենք կարծում են, որ այլևս ինքնությունը գործարանների, տարածքների, հողերի հետ այնքան էլ կապված չէ, որքան
իրենց մտածողության, ընկալումների, աշխարհունքների հետ եւ իրենք չեն տեսնում, թե ինչու իրենք իրենց ինքնության պարագայով պիտի սահմանափակված են այս տարածքով եւ լքում են ոչ միայն կոպիտ ասած ազգատյասները, այլ նաև ազգասերերը։ Այնպես չի, որ դա միանշանակ, այսպես կարելի է մարդկանց թիրախավորել եւ մեղադրել։ Ուզում ասեմ, մեկ գլոբալ խնդիր կա, որ մենք որպես ազգ պետք է հասկանանք այս նոր 21-րդ դարում, թե ինչ հենքի վրա ենք մենք կառուցում մեր ազգային պետությունը, որն է մեր հավաքական ինքնությունը, եւ դա մենք անելու ենք մնացած բոլոր ազգերի հետ մեկտեղ, որտեղ եթե մենք կարող ենք այսօր բնութագրել, թե որն է Եվրոպայի թիվ 1 ճգնաժամը, դա ինքնության ճգնաժամն է։ Իրենք էլ են որպես ազգային պետություններ իմաստազրկվել։ Իրենք էլ են կանգնել նոր խնդրի առջև, որ իրենք չեն կարողանում ասել ով է ֆրանսիացին, ով է անգլիացին, ով է իտալացին, ամբողջը լողոզվել է եւ դարձել է շատ անորոշ։ Եվ այդ պետությունների, պետականությունների հիմքը խալխլվում է եւ ինչ պոպուլիստական ազգայնական գաղափարները դառնում են գերիշխող եւ ինչպես մենք հիմա տեսնում ենք Ամերիկայի օրինակի վրա, այնպես չի որ դրանք միանգամից սկսում են շատ լավ աշխատել։ Իրենք ներքին արդեն վտանգներ ունեն, որտեղ պրիմիտիվ են, մշակված չեն, հասկանալի չէ դրանց հետ ինչ անել։ Շնորհակալություն։ Ես նույնպես անդրադառնամ իմ տված հարցին։ Մեզ պետք է օբյեկտիվ տեսողություն, որպեսզի մենք հասկանանք, թե ով ենք մենք։ Նախ պետք է օբյեկտիվ ինքնատեսողություն, ինքներս մեզ պետք է կարողանանք տեսնել, որը բավականին դժվար խնդիր է, բայց օբյեկտիվ տեսողության համար շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես է աշխարհը մեզ ընկալում։ Այդ դրսից հայացքը շատ կարևոր է, շատ հաճախ մենք խոսում ենք ու թվում է, թե դա ինքնին հասկանալի է, բայց պարզվում է, որ դա ոչ միայն հասկանալի չէ աշխարհի համար, այլ աշխարհը տրամագծորեն հակառակ կերպով է մեզ տեսնում։ Ուրեմն շատ կարևոր է նաև այդ հայացքը տեսնել, հասկանալ եւ վերլուծել եւ դրական կողմերը եւ այն սիստեմատիկ սխալները, որ մենք թույլ ենք տալիս։ Որտեղ ի վերջո ինքնության տեսանկյունից շատ կարևոր է հասկանալ քո տեղը մեծ պատկերի մեջ, քո առաքելությունը մեծ պատկերի մեջ, ինչպես ես դու փոխհարաբերվում ուրիշներին, այլապես դու չես կարող գոյատևել։ Եվ այդ տեսակետից նաև մի խնդիր է, թե մենք ինչ ենք ուզում աշխարհից, որ մեզ օգնեն, ինչ որ բաներ տան, աջակցեն, խղճան եւ այլն, կամ հարգեն, կամ վստահեն, բայց որքանով են հիմնավորված մեր սպասումները աշխարհից, ինչ ենք մենք դրա համար անում, որտեվ սա հարաբերություն է եւ սա միակողմանի հարաբերություն չէ, որպեսզի դու ինչ որ բան ստանաս եւ դա իսկապես լինի արժեքավոր բան, դու ինչ որ բան պիտի տաս, ինչ որ բան էլ պիտի զոհաբերես։ Այ մենք երբևիցե մտածել ենք, որ թե մենք ինչ ենք տալիս մարդկությանը, ինչ ենք տալիս օրինակ մեր բարեկամներին, որտեղ անընդհատ մենք ինչ որ բան ենք ուզում եւ հայկական ինչ որ արդարապաշտության ինչ որ սինդրոմ ունենք, որ աշխարհը շատ անարդար է մեր նկատմամբ եւ այլն, արդարության հարցը շատ կարեւոր է մեզ համար, բայց արդյոք մենք համապատասխան քայլեր կատարում ենք այդ ուղղությամբ, որպեսզի իսկապես աշխարհը արդար լինի մեր նկատմամբ, մենք արդար ենք աշխարհի նկատմամբ։ Սա կարևոր հարց է, որ մենք պետք է քննարկենք։ Եթե այդ տեսանկյունից ենք մենք նայում, եւ եթե մենք այսօր նայենք, թե աշխարհը ինչ է մտածում մեր մասին, որն է այն գրանտ, այսպես պատումը, այդ մետանարատիվը, որ կա համաշխարհային այդտեղ է կա տվական ցանցում, եթե դուք դա հարցնեք, ասենք ChatGPT-ին, ապա այդ պատասխանը կստանաք, թե հայերը ինչպես են ընկալվում աշխարհում։ Հայերը նախ եւ առաջ աշխարհում բնական է ընկալվում են որպես հին քաղաքակրթություն, մշակույթ ունեցող ժողովուրդ եւ այլն, բայց գլխավոր ընկալումը աշխարհում, որ հայերը նահատակ ազգ են, նահատակ ժողովուրդ են։ Եվ ես ուզում եմ այստեղ կանգ առնել, որովհետև սա շատ կարևոր պահ է
մենք շատ հաճախ նահատակությունը ընկալում ենք որպես զոհաբերություն, որ մեզ, այսպես ասած, մորթել են, մեզ ոչնչացրել են եւ այլն անիմաստ զոհեր ենք տվել, բայց իրականության մեջ նահատակության պետք է արժանանալ, ամեն մի զոհ չէ, որ նահատակ է։ Եվ սա այն ինչ որ Վարդան Մամիկոնյանը ասում էր, որ գիտակցված մահը անմահություն է, սա այդ պահն է։ Այսինքն այդ նահատակությունը դա մեծագույն պատիվ է։ Նահատակություն, գիտեք, նշանակում է նաև վկայություն։ Գրաբարում նույն համարժեք բառն է վկայություն։ Այսինքն դա նշանակում է, որ դու ինչ որ կարևոր ժողովուրդ ես, կարևոր բան ես քեզանից ներկայացնում, որ այդպիսի հարցակման ես ենթարկվում։ Եվ եթե դու նահատակվելով գոյատևում ես, սա ուժի ցուցադրություն է եւ ոչ թե թուլության ցուցադրություն է։ Ես ուզում եմ ասել, որ այո, մենք դարերով հանուն մեր հավատքի, հանուն մեր սրբությունների, հանուն այն ամենի, ինչ որ Աստված մեզ տվել է, նահատակվել ենք, պաշտպանել ենք եւ մինչեւ այսօր մենք պահապաններ ենք շատ կարևոր գաղափարների եւ համամարտկային արժեքների ու հիշողությունների։ Ու սա մեծագույն պատիվ է մեզ համար։ Այնինչ ChatGPT-ն ասում է, սա պետք է ընդունել որպես ոչ թե խեղճություն, այլ քո ազգի կարևորագույն առանձնահատկության ընդգծում։ Եվ նաև ես ուզում եմ ասել, որ մենք եթե ուզում ենք իսկապես ձևակերպել մեր ինքնությունը, հասկանալ ով ենք մենք եւ այլն, պետք է հասկանալ, որ այս հարցերի պատասխանները գլխավորաբար գտնվում են հոգեվոր տիրույթում։ Մենք պետք է գնանք հոգեվորը եւ այնտեղ գտնենք լուծումները, բանալիները, որտեղ մենք չենք կարող առանց արժեքների հասկանալ մենք որտեղ ենք։ Եթե մենք ուզում ենք գնալ դեպի այդ արժեքները, առաքինությունները, մենք գնում ենք դեպի հոգեվոր ոլորտ։ Մենք հիմնովին կարիք ունենք վերանայելու մեր մոտեցումները քրիստոնեության նկատմամբ։ Մեր այսօրվա խեղճությունը հենց դրանից է գալիս, որ մենք աշխարհին չենք ներկայանում որպես հավատքի ժողովուրդ։ Դարերով այդպես են գոյատևել, հիմա հեռացել ենք դրանից, որ ժողովուրդ, որի ունի իսկապես լուրջ հավատք եւ անկոտրում կամք, հավատքի ժողովուրդ չենք ներկայանում, հավատքի բոլոր ժողովուրդները հարգվում են միանշանակ, ոչ միայն քրիստոնյաների կողմից, այլ նաև մնացած բոլոր, այսպես ասած, կրոնների ներկայացուցիչների կողմից։ Եվ մենք կարիք ունենք կենթանի քրիստոնեությամբ ներկայանալ եւ ոչ թե պատմական քրիստոնեությամբ ներկայանալ աշխարհին, մեր պատմամշակութային հուշարձաններով, ձեռագրերով եւ այլն։ Ունենք մենք այդ կենթանի քրիստոնեությունը, թե ոչ։ Եվ այդ մեծ քրիստոնեական ընտանիքում իսկապես մեր տեղը գտնել, մեր պատվավոր տեղը գտնել որպես առաջի քրիստոնյա ժողովուրդ։ Սա ես կարծում եմ կարևոր պահ է մեր ինքնության փնտրտուքի մեջ։ Այժմ մենք պատրաստ ենք պատասխանել դահլիճից մեզ ուղղված հարցերին։ Հասմիկ Սարգ ծրագրի տնօրեն, պարոն Փախչյանյան, հավանաբար հարցը ձեզ եմ ուղղելու։ Շատ նուրբ եւ շատ կարևոր թեմայի անդրադարձակ, խոսեցիք առնականության, տղամարդու դերի եւ հատկապես դրա անկման մասին, լավատեսորեն ասենք եվրոպական երկրներում, եւ նաև հաշվի առնելով, որ դուք կրթության փորձագետ եք, ինձ շատ հետաքրքրում է ըստ ձեզ, ըստ ձեր վերլուծությունների եւ պատկերացման, արդյոք Հայաստանին եւս սպառնում է կամ արդեն հասել է Հայաստան նույն խնդիրը, տղամարդու դերի կարևորության նվազեցմանը կամ տղամարդկանց արիության, արժանապատվության, պատասխանատվության նվազումը, եւ եթե սպառնում է մեզ արդյոք կանանց կրթվելը եւ ավելի կյանքի որակի բարելավումը ազդում է դրա վրա կամ չի ազդում, եւ եթե ազդում է, ապա ինչպես պիտի անենք, որ սահմանները պահենք, որովհետեւ ես խիստ հավատացած եմ, որ հենց առնականության վրա է ստեղծվում սկսած ընտանիքի ինստիտուտից, մինչև ազգային համախմբվածությունը, մինչև իսկապես պատասխանատու առաջնորդներ ունենալը, եւ ես կարծում եմ, որ խնդիրը շղթայաբար ազդում է բոլոր ոլորտների վրա, եւ հետաքրքիր է ձեր տեսակետը հենց Հայաստանի հետ կապված։
Հայաստանը բնականաբար այդ առումով որևէ կերպ պաշտպանված չի, մենք գտնվում ենք նույն միտումների դաշտում, նույն կերպ ինչպես ամբողջ աշխարհում մեզ մոտ է կա այդ խնդիրը, ասեմ որ այդ խնդիրը բացահայտ էր անգամ 90-ականներին, երբ որ տղամարդիկ նստած նարդի են գցում, իսկ կանայք փորձում են գումար վաստակեն ընտանիք պահել։ Եվ մինչ այսօր էլ եթե դու գտնում ես ընտանիք, որը այնքան էլ բարեկեցիկ չի ապրում, ապա դա հենց տղամարդու մեղքն է, մեղավորությունն է, ոչ թե կնոջ։ Կանայք շատ հաճախ ամեն գնով պահում են ընտանիքը, որ գոնե հիմնական կենցաղային խթինություն, իսկ տղամարդիկ ոչինչ չեն անում եւ միայն բողոքում են դեսից դենից։ Ուզում ասեմ, այդ խնդիրը կա եւ կարծում եմ, որ կանանց կրթությունը կարևոր է, բայց մենք հիմա ունենք փաստ, որը էլի ցավալի փաստ է, որ տարբերությունը իհարկե մեծ չէ տղաների եւ աղջիկների արդյունքների գնահատականներով, եթե դուք նայեք վիճակագրորեն, բայց մենք շատ լավ գիտենք, որ գնահատական դրոնները կանայք են դպրոցներում եւ տղաների մի քիչ ավելի բարձր են դրում, որ շատ չնեղվեն։ Բայց փաստացի մենք գիտենք, որ տղաները ավելի վատ են սովորում դպրոցներում, քան աղջիկները, իսկ համալսարաններում էլ ավելի վատ։ Եվ մենք հիմա ունենք բացահայտ միտում դարձյալ, որ աշխատանքի աշխատատեղ լրացնելու տեսակետից համարյա ամենուրեք հիմա ընկերություններում, կազմակերպություններում առաջնայինորեն դիտարկում են կանանց, հետո տղամարդկանց։ Մենք հիմա բողոքում ենք անհավասարության, որ սեռային անհավասարության մասին, չէ, որ աշխատատեղերի, աշխատավարձի տեսակետից կանայք կարող է ավելի քիչ ստանան, բայց փաստացի մրցույթում թափուր աշխատատեղերի համար կանայք միանշանակ հաղթում են։ Եվ դա մեծ վտանգ է իր մեջ պարունակում, որտեղ տղամարդը երբ որ դուրս է մղված պիտանելիության դաշտից իր պիտանելիության զգացողությունը կորցնում է, նա շատ խեղճանում է։ Իսկ եթե նաև քարոզչությունը ասում է պետք է մենք պուպուշիկ Եվրոպայի նման քաղցրիկ լինենք, բոլորի հետ խաղաղության մեջ լինենք, հանկարծ մեկի քիթը չկոտրենք, տղամարդը այլ ավելի նվաստացած իր զգում, այլ ավելի կորցնում է իր ուղենիշները, թե ինքը ինչով պիտի զբաղվի կյանքում։ Եվ դու ունենում ես մեծ վտանգներ, ամենանվազագույնը, որոնցից տղամարդկանց արտահոսքն է վտանգի տարածքից, համատարած տղաներին տղամարդկանց տեղից տանում են, որի հետևանքը կլինի բնականաբար այլ ավելի նվազեցումը մեր ժողովրդագրական տեսակետից, այլ ավելի արագ անկումը, բայց բացի դրանից նաև մեր անպաշտպանության աճը։ Մի խոսքով ամեն առումով մենք հիմա շատ ավելի վտանգված ենք այն այլ ազգեր այդ տեսակետից եւ որևէ այսպիսի հուս փայփայել, որ ինչ-որ գենետիկ կամ ինչ-որ մշակութային պատճառներով մենք յուրահատուկ ենք, բացառապես ոչ։ Դա մեծ խնդիր է նաեւ Հայաստանում, ես խորապես դրանում համոզված եմ։ Որպես մանկավարժ աշխարհագետ ունեմ հետեւյալ հարցը, շատ շնորհակալություն ելույթների համար։ Ինչ եք կարծում հայկական քաղաքակրթությունը իր աշխարհագրական դիրքով, մեր ազգային արժեքներով հանդերձ, դուք անդադ ասում եք ուր գնալ, ինչ անել, իսկ միգուցե մենք ունենք Մաշտոցից մինչև Խաչատուր Աբովյան տված բանալիներ, որոնք պետք է հիմա վերաիմաստավորել եւ կոնկրետ կրթության ոլորտի հետ եմ ուզում կապել, միգուցե մենք ունենք աշխարհին ներկայանալու մեր ազգային կրթական ծրագրերը, որոնք ուսումնասիրել ավելի խորը կա եվրոպական մոդել, ասիական մոդել, որ հիմա ներդնում են մեր բուհերում, դպրոցներում եւ շարունակաբար այդ ներդրումները շարունակվում են, իսկ ժամանակը չի, որ մենք ներկայացնենք մեր ազգային կրթական մոդելը եւ աշխարհին եւ նաեւ մեր երկրի մակարդակով։ Շնորհակալություն։ Ժամանակը վաղուց հասունացել է, դուք գտնվում եք մի կառույցում, որից դրանով է զբաղված։ Կարծում եմ, որ եթե մենք չհաջողացնենք կամ չհաջողենք մեր ազգային կրթական մոդելը ուժեղ միջազգայինորեն մրցակցային ազգային կրթական մոդելը ներդնել 21-րդ դարի համապատասխան եւ համահունչ, մենք անիմաստ է ինչ որ մենք անում ենք։ Մենք կարող այս ստեղ նստածները ինչ որ ձևով իրենց կյանքը ավարտվի եւ բարեհաջող ավարտվի աստվածտա, բայց մենք սերունդ չենք ունենա։ Ազգային սերունդ այլևս չենք ունենա եւ որպես ազգ այլևս չենք գոյատևի։ Դա իմ խորը համոզմունքն է։ 21-րդ դարը դա ազգերի ամրության ամենամեծ ստուգումն է լինելու, որովհետեւ ջրհեղեղ է նաեւ այդ գլոբալ մշակութային ազդեցությունների տեսակետից։ Մեր բոլորիս տանում են մեր, այսպես ասեմ, եթե նախկինում երեխան մեծանում էր ընտանիքի մեջ,
հետո ինչ որ պայն ծանոթանում էր հարևանների հետ, հետո մի քիչ բակը, հետո քաղաքը, ու այդ ամբողջի մեջ ոնց որ սոխի մեջ պարփակված էր նա եւ պաշտպանված, այսօր փոքրուց երեխան տեսնում է ամբողջ աշխարհը եւ եթե նախկինում նա կարողանում էր այդ հասարակության հայրի մեջ իրեն տեսնել եւ իրեն ճանաչել, շնորհիվ իր շրջապատին, որպես տեսակ, որպես մարդ, ապա այսօր այդ հայրին փշրվել է բազմաթիվ բեկորների եւ ամեն մեկի մեջ ինքն իրեն չէր ճանաչում, որտեվ իր չի կարող հավաքել այդ ամեն ինչ մի ամբողջական պատկեր, թե նա ով է։ Ու մենք այդ պարագայում որպես կրթություն մենք պետք է կարողանանք այդ մեր երեխաներին ետ բերենք, դարձնենք մերը։ Մենք հիմա շատ մեծ մարտավարի առջև ենք անգամ, բայց դա լրիվ այլ հարց է, ես չուզում ես համատեքստում քննարկեմ, սա կարևորագույն հարց է, թե մենք այս հարցը չլուծեցինք, մեր երեխաները մերը չեն լինի, իրենք բանի տեսակետից, մարմնի տեսակետից մեզանից ծնված կլինեն, բայց այլևս մերը չեն լինի, դա մեծ վտանգ է։ Արամի ասածը կարճ շարունակեմ, նույնիսկ շատ երեխաներ, որոնք մեծանում են հայկական ընտանիքում, նույնիսկ իրենց մայրենի լեզուն շատ հաճախ դառնում է անգլերենը, քան հայերեն, թեպետ տանը հայերեն են խոսում, պարզապես շատ քիչ են երեխաների հետ շփվում, երեխան հիմնականում գտնվում է YouTube-ում, այսինքն այդ YouTube-ը շատ երեխաների համար դարձել է ուղղակի հայրենիք, եւ սա լրջագույն վտանգ է, այսինքն սրա դեմ պայքարելը պարզապես անջատելով կամ պարզապես ինչ-որ սահմանափակումներ մտցնելով, թեպետ դրանք էլ պետք են, համենայն դեպս բավարար չի, շատ բաներ պիտի ուժեղացնել, այսինքն միայն դպրոցի խնդիրը չի դպրոցում լավ կրթություն տալը, ընտանիքները լրջորեն պետք է մտածեն, թե ինչպես են իրենք իրենց երեխաներին պաշտպանում, խնդրեմ։ Շնորհակալություն, բազում հարթություններով կարելի է քննարկել, շատ հետաքրքիր է, ես կցանկանայի հասկանալ այն որ նշեցիք, որ աշխարհակարգը քանդվում է եւ դեռ անորոշություն կա, թե ինչ է ստեղծվելու, սակայն դա երևի նաեւ ամուր շահկապված է ինքնության հետ, չէ՞, օրինակ միջազգային հարաբերությունների առումով փաստորեն այն աշխարհակարգը, որ 18-րդ դարից հետո 17-րդ դարից հետո ձևավորվել է, որոշակի միջազգային իրավունքի տարերով եւ այլն, միևնույն է շարունակում է մնալ բավականին արխայիկ ինչ որ առումով, այսինքն կարծես փողոցային կանոններով առաջնորդվող ազգերի մակարդակում եւ արժեքային ինչ որ շահկապումներ նախնական դուք տեսնում եք, որ կարող են ձևավորվել, որի առանցքով նաեւ նոր միջազգային հարաբերություններ ու դաշինքներ սկսեն ձևավորվել։ Կա այդպիսի մի բան, որը որ կարող է նոր աշխարհակարգի հիմք հանդիսանալ։ Ես մի բան ասեմ, որ իրականության մեջ տեսեք այն ինչ որ տեղի ունեցավ Ամերիկայում դա ոնց որ վերադարձ էր ինչ որ առումով վերադարձ այն գաղափարին թե ինչ է Ամերիկան եւ այն արժեքներին ինչի հիմքի վրա ստեղծվել է այդ պետությունը Ես եթե չեմ սխալվում, սա Աբրահամ Լինկոլնի խոսքերն են իրենց սահմանադրության մասին, ինքը ասում է, որ այդ սահմանադրությունը, որ գրվել է Ամերիկայի համար, այն գրվել է բացառապես առաքինի մարդկանց համար։ Եվ ինքը չի կարծում, որ այդ սահմանադրությունը կարող է որևէ այլ երկրում աշխատել։ Այսինքն սա ենթադրում է, որ սա նշանակում է, որ այդ սահմանադրությունը ստեղծված է առաքինի ուժեղ մարդկանց համար։ Դա ուժեղ պետություն է ուժեղ մարդկանց համար։ Եվ եթե նայում եք արդեն ժամանակակից Ամերիկային, իրենք հիմնովին հեռացել են այդ առաքինություններից։ Եվ սա, այսինքն համենայն դեպս այսպես ուղերձի կերպով հնչում է իրենց խոսքերում, որ մենք պիտի գանք նրան, ինչը մեզ դարձրել է մեծ եւ հզոր երկիր, այսինքն վերադարձ դեպի առաքինություններ։ Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ազգի եւ պետության հիմքում հենց դրած են այդ առաքինություններ, այդ առաքինությունները դասական առաքինությունների հարցը դոմինանտ թեմա էր այդ համաժողովի ժամանակ։ Այսինքն վերադարձ դեպի դասական առաքինություններ,
վերադարձ դեպի դասական կրթություն։ Ես չեմ կարծում, որ դա լուծում է ժամանակակից աշխարհում, համենայն դեպս ինձ ու Արամի համար բավականին ձանձրալի էր այդ մասում գտնվելը դասական կրթության, բայց ահռելի արագությամբ աճում է, արդեն 1000-ից ավել դասական կրթության դպրոց ունեն իրաց կրթական սիստեմով, քննական սիստեմով եւ այլն, հիմա ցանցը բացում են Անգլիայում, այսինքն մարդիկ անգամ լուծումներ են փնտրում վերադառնալով դեպի դասական կրթություն։ Այսինքն ինչ որ առումով ես կարծում եմ կոնսենսուսը, այն ինչ որ դուք ասում եք նոր այդ աշխարհակարգի, եթե պիտի պայմանավորվեն եւ եթե հիմքում մի բան պիտի դնեն, գոնե առնվազն պետք է լինի այդ դասական արժեքները պիտի լինեն, գոնե 4 այդ մարդկային արժեքները պիտի լինեն, որը ի վերջո եղել է դրված ամբողջ արևմտյան քաղաքակրթության եւ դրա կրթական սիստեմի այդ հիմքում է դրված եղել։ Այսքանը թերևս Ես մի միտք ավելացնեմ, որ կարծում եմ, որ այսօրվա հույսը այն մարդկանց, ովքեր հրաժարվում է մեկ ոստիկանից, որը այդ արխայիկ աշխարհում փորձում էր իր մեծ փայտով ինչ որ կարգ ու կանոն սահմանել եւ իրականում ձախողել էր այդ առումով բավականին, դեպի ինչ որ բազմակողմանի պայմանավորվածության դաշտ, որտեղ մի քանի ուժեղ մարդիկ որոնք ներկայացնում են ուժեղ պետությունները, իրար հետ լեզու կգտնեն եւ կպայմանավորվեն եւ իրար հետ կհաստատեն ինչ-որ խաղաղության նման մի բան, հիմա այդ ընթացքում ենք։ Հաստատ չի լինելու միջազգային օրենք, դա անհավանական է, Եվրոպայի օրինակը ցույց է տալիս դա ինչին է բերում։ Դա բերում է գերբյուրոկրատիզացման, միջակ մարդկանց իրավունքների հաստատման, մոխրագույն մասսայի գերիշխելուն, որը բերում է ճգնաժամին եւ նույն քաոսին։ Հիմա հույսն այն է, որ ոչ թե պետք է համակարգերը խնդիր լուծեն, որտեղ համակարգերը չեն կարողանում, այլ ուժեղ մարդիկ կամ ուժեղ պետությունները։ Թե ինչպես դա կաշխատի, ոչ ոք չգիտի, որովհետեւ դա դեռ ոչ ոք չի փորձել գլոբալ իրականության մեջ Եվրոպայում ժամանակին ուժեղ թագավորները կարողացել էին պայմանավորվել եւ երկար ժամանակ իրար դեմ պատերազմներ չվարել եւ ինչ որ նորմալ առևտրիկ կանոն պայմաններ հաստատել եւ բոլորի հույսն այն է որ ամեն դեպքում ֆինանսները շահերը պահանջում են պայմանավորվել որովհետեւ դու չես պայմանավորվում բոլորը տուժում են Եվ հույս կա, որ այդ պայմանավորվելու դաշտում ընդհանուր շահերի հնարավոր է գտնել եզրեր, որտեղ չեն լինի այնպիսի լարվածություններ, որոնք գերադասվեն շահերից, տնտեսական շահերից։ Բայց դե ոչ ոք չգիտի ինչպես այդ ամենը կգնա եւ դա էր խոսակցությունը եւ բոլորը այնտեղ դա խոսում էին, որ անորոշությունը շատ մեծ է եւ ոչ մի վստահություն չկա, որ ամեն ինչ կստացվի, բայց այն որ այսօրվա համակարգ աշխարհակարգը ձախողել է եւ անհրաժեշտություն կա փոփոխության, դա արդեն բոլորը ընդունում են եւ դա արդեն անխուսափելի է։ Ես եւս հանրադառնամ հարցին, ակնհայտ է, որ այդ հարցին որևէ մեկը չի կարող հստակ պատասխանել, բայց ինչ է նշмарվում։ Նշмарելու համար երևի թե մենք պետք է վերադառնանք այն ժամանակահատվածին, երբ որ ստեղծվեց ժամանակակից դարաշրջանը, արդիականությունը դրա հիմնական նշանային իրադարձությունը դա այդ 30-ամյա պատերազմն էր ամբողջ Եվրոպայով մեկ ըստ էության կրոնական պատերազմն էր որի եզրահանգումը եղավ այդ Վեստֆալյան համակարգը որը ըստ էության ասաց որ մենք պայմանավորվում ենք նրա մասին որ սակրալը եւ տրանսցենդենտը եւ կրոնական հարցը դուրս է գալիս ընդհանրապես մեր օրակարգից եւ առանց դրա ենք սկսում պայմանավորվել։ Հիմա եթե մենք եւ ամբողջ հետագա դարաշրջանը կառուցվեց դրա վրա, որ սակրալը եւ տրանսցենդենտը դուրս եկավ մարդկային այդ սկսած արտաքին հարաբերություններից մինչեւ հանրային քաղաքականության ոլորտից։ Հիմա վերադարձը, եթե շրջափուլերով նայենք, հա, տրամաբանությամբ նայենք, նոր շրջափուլը ենթադրում է ինչ որ ձևով վերադարձ հնին, բայց երբեք ոչ նույն ձևով։ Տեր-Մեսոպը նշեց դասական առաքինությունների մասը, բայց ես կարծում եմ դա քիչ է լինելու։ Ինչ որ ձևով սակրալի եւ տրանսցենդենտի վերադարձ է լինելու։ Ինչ տեսք է դա ընդունելու, ինչ ֆորմատներ է ընդունելու, այսօր ոչ մեկ չգիտի, բայց այս փնտրումները դրա մասին են խոսում։
Այդտեղ իհարկե նոր իրականություն։ Նոր իրականությունը նրանում նա, որ մեր աշխարհը այլևս շատ տեխնոլոգիահեն է։ Եվ մարդու ստեղծած այդ տեխնոլոգիահեն իրականությունը դառնում է մարդուց ավելի ուժեղ եւ ինչ որտեղ նաեւ թելադրող։ Եվ հետեւաբար այդ ոլորտը ունենալու է կարևորագույն դեր, այսինքն ապագայի աշխարհակարգի եւ գաղափարախոսական հենքում անպայմանորեն տեխնոլոգիաների դերը առաջնային է լինելու, նաեւ այստեղ կարևորվելու է, կարծում եմ, մեր համար հիմա հասկանալ, թե անցումային ժամանակաշրջանում ինչա տեղի ունենալ է, որովհետեւ մեր կյանքի ընթացքում երևի թե մենք գտնվելու ենք անցումում, ոչ թե հենց այն ժամանակահատվածում, երբ որ արդեն ինչ-որ կայուն համակարգ է լինել։ Իսկ անցումում լինելու է, կարելի է անալոգիայով ասել 30-ամյա պատերազմի նման ինչ-որ մի իրավիճակ։ Երբ որ պատերազմա բոլորը բոլորի դեմ։ Եվ այստեղ արդեն լինելու է ֆրագմենտացիա, աշխարհաքաղաքական ֆրագմենտացիա, գլոբալ համակարգը փլզվում է, ռեգիոնալիզացիա է տեղի ունենալու եւ ամենայն հավանականությամբ համագործակցությունները տեղի ունենալու ռեգիոնների միջև, այլ ոչ թե գլոբալ մակարդակով։ Եվ մենք այս ժամանակահատվածի համար եւս պետք է մտածենք, թե մենք ոնց ենք գոյատևում այդ ժամանակահատվածում, մինչև գա նոր ստաբիլ ավելի մեծ համակարգը։ Տեր Հայրը իր խոսքում նշեց, որ մեր ինքնությունը պահելու համար նախ մենք պետք է պահենք մեր հոգևոր արժեքները։ Ըստ իս մեր հոգևոր արժեքներից կարևորագույնը քրիստոնեության պահպանումն է։ Ես կուզեի իմանալ, ուրիշ ինչ հոգևոր արժեքների մասին էր ձեր խոսքը։ Ես հենց դա նկատի ունեի, անշուշտ քրիստոնեությունը եւ ընդհանրապես մեր ամբողջ հոգևոր մշակութային ժառանգությունը, ներառյալ այն ամենը, ինչը որ մենք ժառանգել ենք նախաքրիստոնեական շրջանից եւ քրիստոնեությունը այն լավագույնը, որ եկել է այդ ժամանակաշրջանից, պահել է եւ զարգացրել է դա։ Այնպես որ սա կարևորագույն խնդիրն է, մարդը ինքը հավատք ունեցող էակ է։ Կարող է այդ հավատքը շատ սեղմված լինել, շատ վնասված լինել եւ այլն, բայց մարդը իր բնույթով կրոնական էակ։ Եթե մարդուց կրոնը վերցնում ես, մարդը ցանկացած բանից սկսում է կրոն սարքել եւ ընկնել սնահավատության դաշտերը։ Տեսեք, մենք խոսում էինք ազատական գաղափարախոսության մասին։ Եթե ուշադիր նայեք, թեպետ այդ գաղափարախոսությունը իր էությամբ, իր բնույթով հիմնականում, կրոնական տեսակետից աստվածամերժական, այսպես ասած, գաղափարախոսություն է, բայց ինքնին այդ գաղափարախոսությունը վերածվել էր կրոնի, իրավունքի կրոն, ազատության կրոն, տարբեր բաների, ինչ որ կրոնական էլեմենտներ էին մեջը մցրել, եւ դա պաշտամունքի մանտրայի պես սովորեցնում էին դպրոցներում երեխաներին, որի մեջ չկար ոչ մի նպատակի հասկացողություն չկար, օրինակ վերցրեք ազատության հասկացողությունը, եթե ազատության մեջ չդնես նպատակ, այդ ազատությունը կործանարար է ուղղակի։ Բայց այդ ազատությունը ֆունդամենտալ կերպով բացատրվում է, թե ինչ է քրիստոնեության մեջ, ֆունդամենտալ, եւ դա կապվում է ճշմարտության հետ, ասում է եւ կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ Քրիստոս։ Սա նշանակում է, որ ազատագրման process-ը ճշմարտության ճանաչողության process է, շատ խորը եւ ֆունդամենտալ հասկացություն է քրիստոնեության մեջ։ Կամ հարաբերապաշտությունը, այսինքն հեռացումը օբյեկտիվ ճշմարտությունից, որը նույնպես վերածվել էր այսօրվա դարաշրջանում այդ աշխարհիկ կրոնների կամ ագնոստիկների եւ այլնի, ասենք այդ ուղղությունների բնորոշիչ դրսևորումներից մեկն է, հարաբերապաշտությունը, ռելատիվիզմը, որի մեջ չկա այդ օբյեկտիվ ճշմարտության հասկացողությունը։ Մինչդեռ պարզ ձեզ ասեմ, այն ինչը որ ունի արևմտյան քաղաքակրթությունը, այս ամբողջ գիտությունը, որ զարգացել է արևմտյան քաղաքակրթությունից, եկել է ճշմարտակենտրոնությունից, քրիստոնեական ճշմարտակենտրոնությունից, ոչ մի կրոն այդպես չի շեշտադրում ճշմարտության կարևորությունը,
ինչպես քրիստոնեությունը ճշմարտությունը բարձրացնում է աստվածային կատեգորիայի, Աստծո անուններից մեկն է։ Եվ հենց այդ ճշմարտակենտրոնությունն է բերել գիտական մտքի զարգացման, հատկապես արևմտյան քաղաքակրթության մեջ։ Այսինքն դրանից, երբ որ դու դրանից հեռանում ես, նշանակում է դու քո ամբողջ հոգևոր ակունքներից ես հեռանում, եւ դա վերածում ես քեզ համար որոշակի կրոնի։ Դրա համար ես ուզում եմ ասել, որ ես նաեւ քրիստոնեությունը զուտ պարզապես չեմ դիտում որպես կրոն, դեպետ ես կրոնական գործիչ եմ, այլ քրիստոնեությունը դա քաղաքակրթություն է, դա մտածողություն է, աշխարհընկալում է, դա մշակույթ է, ինքը այսօր ամենալայն հասկացողությունն է եւ կյանքի ամենալայն տեսողությունն է։ Եթե կա ավելի լայն բան, խնդրեմ դրեք սեղանի վրա իրար հետ զրուցենք։ Ունես անդրադարձ Մանուկ։ Չէ, ուղղակի ուզում եմ մի հատ դիտարկում անել լիբերալիզմի ազատականության մասին, որ մի քիչ տարանջատ ենք էլի դասական ազատականությունը այսօրվա ցախական լիբերալիզմը, որոնք շատ տարբեր են իրենցից, ասենք դասական լիբերալիզմը երբ որ ծնվեց, բացարձակ աստվածամերձ չէր, ընդհակառակը հենց հիմնված էր աստվածային կրոնական գաղափարի վրա եւ ազատության գաղափարի վրա, ուղղակի մի քանի այտենց փոքր շեղում տվեց, մասնավորապես ասենք այդ մարդուն դիտարկելով լրի որպես ատոմ անհատ, առանց իր կառուցվածքակարգերի մեջ իր ինտեգրվածության եւ երկրորդը այսպեսի մի հիպոթետիկ տեսական իրավիճակից ենթադրելով այդ ամեն ինչը կառուցել, ասենք բնական վիճակից, այսպես ասած, մարդու ու այդ մի փոքրիկ սխալները հազարավոր պատճենահանումների, այսպես ասած, հետևանքով հետագա սերունդների ընթացքում տևեցին մի հատ մեծ շեղում, հա։ Դրա համար շատ կարևոր է, երբ որ ստեղծվում են այդ գաղափարախոսությունները, նույնիսկ մի փոքր, այսպես ասած, շեղում է, ինչպես ասենք, քաղցկեղի մուտացիայի պարագայում, հա, մի փոքր մուտացիան եւ անընդհատ բջիջների կրկնելու պարագայում ինքնավերարտադրվան դառնում է քաղցկեղ, հա։ Մենք էս իրավիճակում ենք էլի հայտնվել։ Մանուկ, երբ որ ես դա օգտագործում եմ, այդ բառը ես ամենևին չեմ դիտարկում ազատապաշտությունը որպես այսպես փիլիսոփայական ուղղություն, այլ որպես քաղաքական գաղափարախոսություն։ Ինքը մի քիչ տարբեր է, ինքը ազատապաշտությունը, ինքը դոմինանտ քաղաքական գաղափարախոսություն է, աշխարհակարգ ձևավորող գաղափարախոսություն է, որը ինչպես արդեն ասեցի, ունի իր ակնհայտ այդ կրոնական, այսպես ասած, պաշտամունքային կոմպոնենտները։ Ասածս այնա, որ Ջոն Լոկը հիմա այսօր որ ինչ-որ մի ձև վերակենդանանար գար, նայեր տեսնել ինչ ա եղել իր ասած լիբերալիզմից, հաստատ չճանաչի այդ լիբերալիզմը։ Ես ցանկ կավելացնեի, որ հավատքի մեջ էլ կան աղանդները, որոնք էլ ավելի ահռել են, չնայած ոնց որ թե շատ փոքր բաներով են տարբերվում ճշմարիտ հավատքից, չէ՞, եւ ընդհանրապես իմ կարծիքով այդ ազատապաշտության հիմնական խնդիրը հենց դառնում եղավ, ինչու այն այդքան հեշտ գնաց դեպի այլասեռում, որ դրա դավանողները, քանի որ շատ ազատապաշտ էին, թույլ էին տալիս, որ այլոք այլ կերպ դա անցալեն ու իմաստը շատ արագ լուծվեց, գնաց կորավ եւ դարձավ ուղղակի առաջի ամենահայտնի ազատապաշտությունը օգտագործած մարդիկ, որոնք ամեն ինչը բերեցին տերորի, բոլշևիկներն էին, բացարձակ լիբերալ էին։ Իրենց գաղափարախոսությամբ իրենց հիմնական բանը ֆրանսիական հեղափոխության գաղափարն են, ազատություն, ասում դա ազատության պայքարով եկան դա բոլորին փտացրեցին, բանտերում սպանեցին, ոչնչացրեցին միլիոնավոր մարդկանց, այնպես որ այդ թե ինչին կարող է բերել չափազանց հրաժարվելը սահմանափակումներից հնարավորություն տալը, որ ոչինչ, թող խոսեն, այդ դա բերում է նրան ինչ որ տեսնում ենք։ Դուք ասիք, որ որ ներկա գտնվել է, կամ շատ քննարկվել է, որ ուժեղ մարդկանց ու ուժեղ պետությունների անհրաժեշտությունն է քննարկվել, չափազանց ազատականությունը, որ արդեն իրենց սպառել է, ինձ մոտ sense հարց է առաջանում։ Իսկ միգուցե հիմա մենք գտնվում ենք ինչ-որ հեղափոխության մեջ, որ ընդհակառակը գնում ենք էլ ավելի ազատականացման, այսինքն բացատրեմ միտքս ինչու։ Մենք չխոսացինք օրինակ արհեստական բանականության հետագա զարգացման մասին։ Իսկ եթե արհեստական բանականությունը զարգանում է, դուք տեխնոլոգիաների մասին խոսեցիք, բայց ես նկատում եմ արհեստական բանականությունը, որ երկրորդ պլանա մղում մարդու ֆակտորը։
Ինչ եք կարծում։ Իսկ միգուցե մենք իրականում այդ տրանսֆորմացիայի մեջ ենք, որ ել ավելի են գնում ազատականացման։ Ու հիմա բոլորը հակազդում են դրան, փորձում են հակազդել, բայց այդ process-ը արդեն գնում է, որովհետև գիտենք, որ արհեստական բանականությունը դե զարգացավ հեռանկարային, թե բանակ ասածը, թե մարդու ֆակտորը, բոլորը վերանալու է։ Այսինքն նույնիսկ կարող է բանակի համար մարդու ֆակտորը պետք չլինի։ Մի հոգին կառավարի ընդհանրենք մի հատ ամբողջ, չգիտեմ, դասակ ճակերտների մեջ։ Ու այդ դեպքում հարց առաջանում, ո՞րն ենք հասկանալու ուժեղ մարդ, ո՞րն է լինելու այդ առաքինի մարդու գաղափարը։ Այդ տրանսֆորմացիայի մեջ ո՞նց ենք մենք տեսնելու դա։ Այն ինչ որ ասում եք, ես շատ ավելի վտանգավոր բաներ կավելացնեմ, ու այդ ինչ որ դուք ասում եք արդեն ոչ թե պիտի լինի, արդեն դա լինում է եւ շատ դա օրինակ կա Չինաստանում։ Եվ այո, այսինքն Չինաստանն երկրներից է, առաջի երկրներից է լինելու, դատելով են տեմպերից ինչպես են այնտեղ զարգանում ռոբոտաշինությունը եւ տեխնոլոգիաները, որ ունենալու է այդպիսի բանակ, համենայն դեպս արդեն իրենք ունեն գործարաններ, լրիվ մոտ գործարաններ, որոնք լիովին կառավարվում են, այսպես ասած, ռոբոտների կողմից։ Այնպես որ դա տեղի է ունենում, բայց դա չի նշանակում, որ ուժեղ մարդու անհրաժեշտությունը դուրս է գալիս պատմության ասպարեզից, բացապես այդ ուժեղ լինելը ոչ թե այդ ատրճանակը ձեռքին պահած մարդն է, այլ այդ ուժը հենց լինելու է առաքինությունների մեջ, այդ արժեքների մեջ է լինելու եւ այստեղ նաեւ իհարկե հենց այդ մարդու ունիկալությունը պահպանելու մենք լրջագույն խնդիրների առջև ենք կանգնած, որտեվ մարդկությունը ինքը հրաժարվում է իր ունիկալությունից։ Մարդը դառնում է ռոբոտ եւ այն ինչ որ մարդկային է փոխանցում է մեքենաներին։ Մարդը ուզում է մեքենա դառնալ։ Սա է ամենամեծ խնդրեմը, ոչ թե մեքենաներն են խնդրեմը, այլ մարդիկ են խնդրեմը։ Որովհետեւ շատ մարդիկ չեն ուզում իրենցով զբաղվել։ Իրենք գլխացավանք են իրենց համար, իրենք մեծ հաճույքով իրենց բոլոր գլխացավանքները կտան ռոբոտներին, որպեսզի իրենք ռոբոտի կյանքով ապրեն։ Էս է խնդրեմը։ Եվ այստեղ էլի հոգևոր խնդիրների առջև ենք մենք կանգնում, որ ինչքան դու հոգևորից հեռանում ես, այդ բոլոր վտանգները անխուսափելիորեն գալիս են ու դա հիմա ամեն կողմից է գրոհում։ Ես համաձայն եմ, որ տեխնոլոգիաների զարգացում հիմա ոչ մի հակազդում էլ չկա, ինչպես դուք եք ասում։ Տեխնոլոգիաները անհամեմատ ավելի արագ են զարգանում, քան դրանց հետևից ընկած ռեգուլյացիաները։ Եվ մի օր մենք կանգնելու ենք անխուսափելի իրականության առջև։ Սրա մասին ահազանգում են բոլորը։ Դա տեղի է ունենում այսօր մեր աչքի առաջ։ Այնպես որ դա մեծ քննարկման թեմա է եւ այո, այդտեղից կարող է ավելի մեծ վտանգ լինել, քան այն բոլոր խնդիրներից, ինչի մասին որ մենք հիմա խոսեցինք։ Ուղղակի մարդկության գոյություն ունենալու հարցն է առաջանում։ Կարող է մարդկությունը ընդհանրապես գոյատևել, թե ոչ։ Ես ուղղակի մի հատ փոքր օրինակով չխորանալով էլի հարցի մեջ, տենց քանի որ հարցը անպատասխան չմնա այդ տեսանկյունից։ Ուրեմն Yuval Harari-ն երբ որ նկարագրում է այդ սցենարը, երբ որ ամեն ինչ անելու են արդեն արհեստական բանականության ռոբոտները, հարցը տալիս ասում է, մարդը ինչով է զբաղված լինելու, դա ասում է հիմնականում խաղալով։ Հիմա ուժեղ մարդը լինելու է այն մարդը, որը չի խաղալու։ Ես ուզում եմ Մանուկի ասած ասեի, իրականում այդ հարցը որ տվեցիք, այն անգլերենին ասում են add insult to injury, ոնց որ գետնին ընկածին ոտքով հարվածում եք հիմա, առանց դրա մարդկության վիճակը մի բան չի, հիմա դա էլ գալիս է էլ ավելի վիճակը բարդացնելու, բայց ասեմ նաև որ այն առաջնահերթ հարցերից մեկը, որ հիմա քննարկվում է բոլոր տեղերում, թե ինչպես ենք մենք ձևավորում առաքինություններ մարդկանց մեջ հեշտ կյանքի պարագայում, որտեղ մի բան, որ կարող է լինել արհեստական բանականության համատարած ներդրման արդյունքում, որ այլևս մարդը աշխատելու կարիք չի ունենա։ Եվ երկու խնդիր է առջև առաջանում։ Առաջինը, ինչպես նպատակ գտնել կյանքում, որն է նպատակը այլևս, որտեղ մենք հիմա գոյատևում ենք աշխատանքակենտրոն հասարակության մեջ, որտեղ աշխատանքն է իմաստավորում քո գոյությունը շատ հաճախ։ Բայց երկրորդը, դա այդ հեշտ կյանքով ապրելիս մարդը ինչ արագությամբ կվերածվի կենթանու։
որովհետև դժվարություններն են մարդու մարդ սարքում, արժեքները գալիս են փորձությունների ճանապարհով։ Կամ արդյունքում մենք էլի նորից որպես կենթանիներ ենքան իրար գծեցենք, որ այդ դժվար կյանքի շնորհիվ արժեքներ կձևավորենք։ Չգիտենք ինչ կլինի, բայց հաստատ ճոճանակ է լինելու այս կողմ այն կողմ, այս կողմ այն կողմ, ինչպես հաճախ լինում է։ Լավ, իմ եզրափակիչ հարցը ակնհայտ է, որ մենք վտանգներով եւ բազմաթիվ մարտահրավերներով լի աշխարհում ենք գտնվում։ Եվ հարցս հետևյալն է, այսպիսի իրավիճակում ինչպես, ինչ շեշտադրումներով, ինչ այսպես ձևով պետք է մենք կառուցենք կամ սինթեզենք մեր ինքնությունը, եթե կարելի այսպիսի բառ օգտագործել, որպեսզի ինքը այս մարտահրավերներով լի ժամանակաշրջանում լինի իսկապես կենսունակ։ Մեր ինքնության վերարժևորման խնդիրը մենք պետք է տեսնենք նաև մեր պատմական համատեքստում, որտեղ ի վերջո լուծումները այնտեղ են, որտեղ քո արմատներն են։ Մարդկանց հետ էլ է այդպես, հա, մարդիկ երբ որ շատ անլուծելի ինչ-որ մի խնդրի առջև են կանգնում, երբեմն սկսում են վերհիշել իրենց մանկությունը եւ լուծումները այնտեղ են գտնում, կամ գնում են իրենց հայրենի քաղաքը ու ոգևորվում են ու այնտեղից են սնվում։ Հիմա եթե մենք այդպես նայենք մեր հավաքական պատմությանը, մենք կտեսնենք, որ մեր ծնունդը տեղի է ունեցել պայքարի հետևանքով։ Եվ դա ըստ էության արդարության, ազատության, ճշմարտության համար պայքարներ, դա հայկի, որը խորհրդանշում էր ռազմիկի արքետիպը, այսինքն մեր ենթագիտակցության մեջ խորապես նստած է ռազմիկի արքետիպը։ Ժամանակահատվածներ կա, որ այդ արքետիպը մեր մոտ ավելի ակտուալ է եղել, ժամանակահատվածներ կա, որն հետընթաց է ապրել։ Բայց մեր ծնունդը տեղի է ունեցել դրանով, եւ ենթագիտակցության մեջ դա նստած է։ Երկրորդ արքետիպը, որը մեզ ձևավորող կենսագործող է եղել, դա եղել է վկայի արքետիպը։ Տերմեշոպը նշեց նահատակի, բայց ես կուզենայի այստեղ վկայի մասին խոսել, հա, վկան այն մարդն է, ով որ ճշմարտության համար պատրաստ է տալ ամեն ինչ, ընդհուպ մինչև նահատակություն։ Հա, մենք եթե մեր պատմությունը տեսնենք, մենք իսկապես այդպեսին ենք եղել, երբ որ մեզ իմաստահաղորդ ուժը եկավ, այդ քրիստոնեության տեսքով, հա, մենք իսկապես կպանք դրան եւ ամեն ինչ տվեցինք ընդհուպ մինչև մեծագույն նահատակություն։ Եվ երրորդ արքետիպը, որը մեզ ձևավորել է, դա եղել է արդեն թարգմանի արքետիպը։ Մեր ոսկեդարը սկսվեց այն ժամանակահատվածում, եւ մենք աշխարհի իմաստությունը թարգմանեցինք։ Բայց այդ թարգմանությունը նաև նշանակում է, որ դու լավագույնս հասկանում ես օտարին։ Լավագույնս հասկանում ես ոչ միայն իր լեզուն, այլև իր գիտակցությունը, ենթագիտակցությունը, նաև հասկանում ես իր ցավերը, զգացմունքները, էմոցիաները։ Կարծում եմ հայերս լավագույնն են կարողանում հասկանալ օտարին։ Հիմա այս երեք արքետիպը եղել են մեզ ձևավորող դարերի ընթացքում։ Եկել է ժամանակահատված, որտեղ մեր ինքնությունը մենք պիտի կառուցենք այս երեք արքետիպերի լավագույն եւ առողջ սինթեզի հիման վրա։ Որովհետեւ պետք է կարողանանք ունենանք ռազմիկ, որը ճշմարտության համար է պայքարում, այլ ոչ թե ամեն ինչ որ եղած որևէ բանի համար, որը կարող է նաև ուրիշին հասկանալ, ուրիշի ցավը հասկանալ, այսինքն արդար ռազմիկ է։ Վկա, որը կարողանում է իր ճշմարտությունը պաշտպանել նաև զենքով եւ կարողանում է ուրիշին հասկանալ, եւ թարգման, որը կարողանալով ուրիշին հասկանալ, միևնույն ժամանակ գիտի իր ճշմարտությունը, միայն չի թարգմանում ուրիշներին, բայց գիտի նաև իր ճշմարտությունը եւ նորից պատրաստ է դա պաշտպանել ամեն ձևով ներառյալ եւ որպես ռազմիկ պաշտպանել։ Ես կարծում եմ մենք պիտի այս ուղղությամբ մտածենք, այսինքն կարողանանք մեր ինքնության սինթեզը իրականացնել այս երեք արքետիպերի բալանսավորված կարևորագույն այսպես մի համադրության մեջ։ Նոր բան չեմ ասել, երևի ինքնություն բառը ինքը բավականին նոր բառ է։
Ինչ այդ այլ հասկացություններ են կիրառվել, եթե դու գնաք նայեք հոգեվերլուծաբաններ, իրենք ինքնություն բառը չեն օգտագործում, իրենք օգտագործում են self կամ ես բառը, կամ ինք բառը, այդ ինքնության այդ ինքը արմատը, որը այլ բան է նշանակել, եւ հետո արդեն երբ որ այդ եսին իրենք տեղադրում են հասարակության մեջ, իրենք ընդհանրապես խոսում են այդ եսի եւ հասարակության հարաբերակցության մասին, բայց երբեք չեն խոսում, ավելի խորը չեն անդրադառնում, թե այդ եսը ինչպես իրեն տեսնում հասարակության մեջ, հասարակությունը ինչպես է տեսնում այդ բարդ հարաբերությունները, դրանք դարձել են արդեն ավելի ուշ ժամանակվա վերլուծության, իրականում 20-րդ դարում է հիմնականում այդ ամենը զարգացել եւ մեզ հասել է այդ հասկացությունը որպես այսպեսի հավաքական հասկացություն սինթեզ եւ տարբեր մարդկանց եւ տարբեր հասարակություններ եւ տարբեր մտածողների կողմից դրա մեջ տարբեր իմաստներ են դրվում։ Այնպես որ բացի նրանից, որ մենք պետք է մեր ինքնությունը գիտակցենք, մենք պետք է նաեւ գիտակցենք, թե ինչ է ինքնությունը մեզ համար։ Հենց մեր ինքնությունը ինչ է իրանից ներկայացնում եւ դա մետակիր հարցադրում է, որի պատասխանը այնքան էլ պարզ չէ, որովհետեւ որպեսզի դու դա հասկանաս, դու պետք է հասկանաս, թե ինչով ես դու տարբերվում, ինչով ես դու ընդհանուր։ Եվ ինչի վրա ես դու ուզում շեշտը դնես, ինչով ես դու տարբերվում, ինչի վրա ես ուզում շեշտը դնես, թե ինչով ես դու ընդհանուր, եւ ինչ ես ուզում տեսնես, որտեվ ու այստեղ մենք նորից գալիս ենք արժեքների։ Եվ ինչու, որովհետեւ այն ինչ դու տեսնում ես, կախված է նրանից, թե ինչ է քեզ համար կարեւոր։ Այլ բան դու չես տեսնում։ Այն ինչը դու կարևորում ես, կախված է նրանից, թե ինչի համար ես դու ապրում։ Որն է քո նպատակը, դա է դառնում է քեզ համար կարևոր։ Եվ ինչն է քո պատմությունը եւ քո փորձառությունը, որտեղ քո նպատակները կախված են քո պատմությունից։ Եվ իրականում քո պատմությունն է կախված է քո նպատակներից։ Մենք դրա մասին խոսացել ենք նախկինում, որ մարդիկ գրում են իրենց պատմությունը եւ խոսում են իրենց պատմության մասին, որպեսզի ավելի արդյունավետ գնան դեպի իրենց նպատակները։ Եվ պատմությունը անդադ նորից վերագիտակցվում է կամ անգամ ֆիզիկապես այլ կերպ է գրվում, երբ որ փոխում են նպատակները։ Եվ մենք հետաքրքիր կերպով գտնվում ենք մի փուլում, երբ որ մենք այս բոլոր հարցերին պետք է կարողանանք տալ ընդհանրական պատասխաններ, որոնց շուրջ մենք կպայմանավորվենք, որովհետև մանուկի ասած ինչն է, որ կան դրայվերներ, շարժիչներ, դրթողուժեր, որոնք մեզ կբերեն պայմանավորվածության դաշտ։ Դրանք այն արքետիպներն են, այն հիմնարար գաղափարներն են, որոնք իսկապես հույս կա, որ մեզ միավորում են, որովհետև դրանցից ենք մենք առաջացել։ Դրանցից ենք մենք ծնվել, այդ աղբյուրներից է առաջացել այն գետը, որ այսօր հոսում է, բայց ճանապարհին այդ գետը լիքը պղտորվել է, լիքը բան դրան ավելացել է այլ բաներ, եւ մենք պետք է կարողանանք հասկանանք եւ պայմանավորվենք նրա մասին, թե ինչ ենք մենք հասկանում այդ սինթեզի շուրջ, պայմանավորվենք ինչպես ենք մենք այդ սինթեզը անում, այդ ինքնություն հասկացության եւ ինչ process-ով ենք դա անում։ Ինչ գործընթացով ենք դա, այդ գործընթացը չկա հիմա հասարակության մեջ։ Երևի թե այս խոսակցությունը միակ գործընթացն է, որ կա, այս հաղորդումն է, որ մենք հավաքվում ենք եւ խոսում ենք դրա մասին։ Այլ հարթակներում մարդիկ անդրադառնում են դրան, բայց երբեք ամբողջապես որպես գործընթաց դա չի դիտվում։ Դա դիտվում է դրվագային խոսակցություն։ Ես վախենամ, որ եթե մենք շարունակենք դա տեսնել որպես դրվագային խոսակցություն, մենք կգանք նորից նրան, որ երբ որ մենք արդեն կանգնենք գոյութենական վտանգի առջև, մենք էլի բնազդաբար կհամախմբվենք, որպեսզի գոյատևենք եւ այդտեղ ինչ որ ժամանակավոր սինթեզ գործենք մի ինքնության, որը մեզ հնարավորություն կտա փրկվել, եթե մենք կարողանանք դա անել, բայց հենց որ լավ ժամանակները հասնեն, նորից ամեն ինչը կփլուզվի, մենք կլղոզվենք եւ նորից չենք գտնի մեր ինքնությունը։ Կարծում եմ, որ այս 21-րդ դարում ինքնություն գտնելու հրամայականը առաջնային է բոլոր ազգերի համար, որ առանց դրա շարունակել ճանապարհը դարձել է անիմաստ։ Եվ այդ process-ը պետք է ճիշտ ընթանա, մենք պետք է դրա մասին անդադ խոսենք եւ պայմանավորվենք եւ ձեռք բերենք այդ ինքնությունը եւ հստակ նպատակներ, թե ինչու ենք եւ մենք գոյատևում, ինչու ենք մենք պետք եւ մենք կարողանանք մեր երեխաներին ասենք, թե ինչու ենք մենք պետք, որտեվ չգիտեմ որքան հաճախ է ձեր երեխաները ձեզ հարցնում, բայց ես շատ երեխաներից այսպես թե այնպես, որպես ուսուցիչ, որպես ծնող, լսել եմ այդ հարցը, ինչու է պետք լինել հայ։ Որն է դրա իմաստը։ Ինչու է դա կարևոր։ Եվ այդ հարցի պատասխանը այնքան էլ պարզ չի։ Դուք կարող եք շատ բաներ ասել, հուզական, շատ այսպես ճնշում գործադրել,
Երեխաները այսօրվա 21-րդ դարի երեխաները դրանով չեն բավարարվում։ Իրենք ուզում են հստակ պատասխաններ։ 21-րդ դարի երեխան ուզում է հասկանալ նպատակ։ Առանց նպատակի նա չի գործելու այլևս, առանց նպատակի չի պարտադրվելու։ Եվ այդ նպատակի իմաստի փնտրտուքը կարծում եմ որ մեզ հետապնդելու է այսպես ամենօրյա ռեժիմով, մենք պետք է դրան պատրաստ լինենք եւ գնալով ավելի սրվելու է դա։ Եվ շնորհիվ նրա, որ արտակուստել գալիս են այդ ալիքները, որտեղ ուրիշներն են դրա մասին խոսում։ Դուք դրա մասին լսելու եք անընդհատ YouTube-ներում, TikTok-ներում, ամենուր եք, Facebook-ներում։ Այդ խոսակցությունը գնալու է եւ մենք դրա մեջ գտնվելու ենք ամեն դեպքում, որտեղ դա համամարտկային խոսակցություն է այսօր։ Շնորհակալություն, ամփոփեմ ես այսօրվա մեր քննարկումը պատասխանելով այս վերջին հարցին, իսկապես ինքնությունը իրենից սինթեզ է ներկայացնում։ Դա ինչ որ առումով ստեղծագործություն է եւ յուրաքանչյուր հիմա ժողովուրդը ստեղծագործության կարիք ունի, յուրաքանչյուր սերունդ դրա կարիքը ունի եւ ամեն մեկը մի սերունդ իր նոր տարերն է դրա մեջ ավելացնելու։ Դրա մեջ կա մնայունը ամփոփողը, որոնք այդ հոգևոր բարձր բարոյական արժեքներն են, բայց այստեղ շեշտադրումներն են կարևոր, որովհետև դու կարող ես մի համակարգ ստեղծել, որը չաշխատի եւ փակուղի մտցնի մարդկանց։ Դու չես կարող անցյալի մեջ պահել մարդկանց։ Դու պիտի բանալիներ տաս, որոնցով մարդիկ պիտի բացեն այդ ապագայի դռները։ Այդ առումով շատ կարևոր է, թե դու իսկապես ինչ շեշտադրումներ ես դա անում դրա մեջ, բայց իհարկե դրա կարևորագույն հիմքը այդ արժեքներն են, այդ արժեքային առանցքն է։ Առանց լրջագույն արժեքային, հոգևոր արժեքային առանցքի դա չի կարող գոյություն ունենալ։ Ինքը ուղղակի աշխատող համակարգ չէ, որովհետև այդ արժեքները իրենք այսպես abstract բաներ չեն, օրինակ ասենք 4 մարդկային առաքինությունները կամ այլ առաքինություններ, որոնց մասին խոսվում է քրիստոնեության մեջ, դրանք դարերով փորձված են, դարերով աշխատում են։ Ոչ մի քաղաքակրթություն եսապաշտ մարդուն չի գովերքում, որտեղ եսապաշտությունը փակուղի է, կործանարար է մարդու համար։ Ծառայասիրությունը, մարդկանց օգնելը, աջակցելը, համագործակցելը, խոնարհությունը եւ այլն, հարգանքը, սրանք շատ կարեւոր արժեքներ են։ Եսապաշտությունը դա փակուղի է։ Էնպես որ երբ որ մենք խոսում ենք հպարտության մասին, որպես մահացու մեղքի, դա փորձված է։ Բոլորը գնացել են այդ հպարտության, ովքեր գնացել են այդ հպարտության ճանապարհով, ընկել են փոսը, ընկել են, կործանվել են եւ այլն, կամ ոտքի են կանգնել եւ ուղղվել են։ Ուզում եմ ասել, որ սա մարդկության համամարտկային մեծագույն փորձի վրա հիմնված արժեքներ են եւ կարեւոր է, որ մենք սրա վրա ուշադրություն դարձնենք, ել չեմ ասում դրանց ուղղակի աստվածային ծագման մասին։ Այսինքն այդ արժեքային առանցք ունենալ, այդ առանցքով ժողովուրդ լինել եւ հստակեցնելը, օրինակ Մանուկը խոսեց որոշակի արխետիպերից, հա, եւ մենք դրանցից կոնկրետ ինչ արժեքներ ենք բխեցնում։ Մենք մի անգամ այդ մտավոր էքսկուրսը կատարել ենք վերլուծելով մեր պատմությունը, թե օրինակ ինչ արժեքներ ենք տեսնում, որ այդ գլխավոր արխետիպերից բխում են։ Եվ կարելի է դուրս բերել եւ բարձրաձայնել այդ արժեքները, բայց դրանց շուրջ պետք է հանրային երկխոսություն, ցանկություն է պետք։ Մենք խոսում ենք, արտահայտում ենք, ավելին դա դնում ենք մենք մեր կրթության հիմքում, մենք ասում ենք, որ այստեղ, այս դպրոցում մենք տալիս ենք արժեքահեն կրթություն եւ գիտենք, թե ինչպես ենք այդ արժեքները դնում եւ այդ կրթությունը կազմակերպում։ Բայց ամբողջ ազգի կազմակերպումը ինչպես պիտի տեղի ունենա։ Սա լրջագույն հարց է եւ կամքի հարց է։ Մենք կամք պիտի ունենանք այդ արժեքների շուրջ համախմբվելու, քննարկելու առնվազն, թե որոնք են այդ արժեքները։ Եվ վերջապես նորից վերադառնամ, քանի որ այսօրվա մեր թեման մենք եւ աշխարհն էր, այդ աշխարհի հետ փոխհարաբերություններին, թե ինչպիսի փոխհարաբերություն ենք ուզում ունենալ աշխարհի հետ։ Եվ որքան էլ որ տարօրինակ է, այդ արժեքները նորից գալիս են այստեղ։ Օրինակի համար տեսեք օֆիցիալ փոխհարաբերության եզրը որն է, դիվանագիտություն, չէ՞։
Այսինքն, որպեսզի դու ժամանակակից աշխարհում կարողանաս քո տեղը ունենալ եւ քո պատիվը, հարգանքը, մնացած ամեն ինչ ունենալ, դու ուժեղ դիվանագիտություն պիտի ունենաս։ Մենք հայերս երբեք դիվանագիտությամբ չենք փայլել որպես ժողովուրդ գոնե իմ տեսանելի ժամանակաշրջանում, բայց առանց դրա գոյատևել հնարավոր չէ։ Բայց երբևիցե օրինակ մենք մտածել ենք արժեքահեն դիվանագիտության մասին։ Ինչի եմ սա ասում, որովհետև մենք ունենք որոշակի խաղաքարտեր մեր ձեռքին։ Մեր այդ առաջի քրիստոնյա պետությունը ունենալու հանգամանքը սա շատ կարևոր հանգամանք է մեզ համար։ Մենք ինչ որ առումով ունենք այդ ստատուսը, գոնե մի անգամ աշխարհում մենք առաջինն ենք քայլ կատարել, որին հետևել է ամբողջ առաջադեմ մարդկությունը։ Եվ սա որոշակի պատմական իրավունք է տալիս մեզ այս սկզբունքը մեր դիվանագիտության մեջ կիրառելու։ Ավելին ես ձեզ ասեմ, որ սա լուրջ կօգնի որպեսզի մենք հարաբերություն ունենանք, ձևավորենք աշխարհի այսօր դոմինանտ քրիստոնեական ուժերի հետ, եւ այդ ուժերի ձեռքում շատ բան կա, որը մենք չենք անում։ Այսինքն սա մտածելու տեղիք է տալիս, թե մենք ինչպես պիտի օրինակ կառուցենք ընդհանրապես մեր դիվանագիտությունը։ Դա այսպես ֆորմալ, այսպես քաղաքական, անկենթան, անշունչ, անհոգի քաղաքականություն է, թե դրա մեջ կա ինչ որ իմաստ, առաքելություն, խորություն, մենք ուզում ենք ներկայանալ որպես խորը, լուրջ ազգ, բայց իհարկե պիտի լինես, որ դա ներկայացնես, դա արհեստականորեն չես կարող անել։ Դա միանգամից կտեսնեն մարդիկ, որ դու դերասանությամբ ես զբաղված։ Եվ վերջապես շատ կարևոր է հստակեցնել մեզ համար, թե ովքեր են մեր բարեկամները, ովքեր են մեր թշնամիները, կամ նույնիսկ ինչպես ձևավորել բարեկամներ, չասեմ ձևավորել թշնամիներ, որտեղ դրանով էլ ենք շատ հաճախ զբաղվում, բայց սա շատ կարևոր է հասկանալ, լավ է դա ունենալը, թե վատ է, բարեկամն է քեզ օգնում, թե թշնամին է քեզ օգնում, որպեսզի դու արթուն լինես։ Սրանք հարցեր են, որոնց մասին մենք պետք է մտածենք, ինչպես փոխհարաբերվել ժամանակակից աշխարհում, ինչպես դառնալ խաղացող եւ դերակատար ժամանակակից աշխարհում, բայց ինչ էլ մենք անենք, վերադառնալու ենք այդ գլխավոր հարցին, ով ենք մենք եւ որն է մեր արժեհամակարգը։ Սրա համար պետք է լրջագույն աշխատանք, կենտրոնացում եւ չասեմ քնից արթնանալ է պետք։ Շնորհակալություն մեր խոսնակներին եւ բոլորիդ մեզ հետ այս մտավոր էքսկուրսին մասնակցելու համար, գնացեք խաղաղությամբ, Աստված պահապան մեր ազգին։